Այո, սիրելի հայրենակիցներ, Նիկոլ Փաշինյանի իշխանության օրոք մեր երկրում կա ոլորտ, որտեղ կա թռիչքաձև աճ։ Այդ թռիչքաձև աճը արձանագրվել է խաղադրույքների ծավալների ավելացման մեջ։ Ես Պետեկամուտների կոմիտեից պահանջել եւ ստացել եմ պաշտոնական պարզաբանում, թե ինչպես են աճել խաղադրույքները մեր երկրում։ Եվ ահա ըստ պաշտոնական տեղեկության 2018 թվականին 422.5 միլիարդ դրամ խաղադրույք է տեղի ունեցել։ Երբ դրանից հետո տեղի ունեցավ հեղափոխությունը եւ սիրո ու հանդուրժողականության մթնոլորտը թևածում էր մեր երկրում, երբ գործարարները հերթ էին կանգնել Սփյուռքից գալու եւ այստեղ ներդրումներ անելու ու թռիչքաձև պիտի աճեր մեր երկրում տնտեսությունը, մեր երկրում աճեց խաղամոլությունը եւ խաղադրույքների ծավալները։ 2019 թվականին 422 միլիարդ դրամ խաղադրույքները դարձան 1.2 տրիլիոն դրամ։ 2020 թվականին 1.2-ը դարձավ 2 տրիլիոն դրամ։ 2021 թվականին 3.9 տրիլիոն դրամ։ 2022 թվականին 5.8 տրիլիոն դրամ։ 2023 թվականին 6.4 տրիլիոն դրամ։ 2024 թվականին արդեն 7.2 տրիլիոն դրամ։ 2025 թվականը դեռ ընթացքի մեջ է, բայց արդեն ունենք 4 տրիլիոն դրամի արված խաղադրույք։ Սա նշանակում է, որ մինչև տարվա վերջ մենք կունենանք արդեն մոտավորապես 8 տրիլիոն դրամ խաղադրույքներ, որոնք որ կգերազանցեն նախորդ 2024 թվականը։ Սա նշանակում է, որ այն բոլոր օրենսդրական նախաձեռնությունները, այն բոլոր հայտարարությունները, քայլերը, որոնք իրականացնում է Նիկոլ Փաշինյանի կառավարությունը, անարդյունք են։ Նրանք անկարող են պայքարել խաղամոլության դեմ։ Նրանք անկարող են կասեցնել այս խաղադրույքների ծավալի շեշտակի աճը։ Ինչու թերևս երկու պատճառով, մեկ, որ չեն կարողանում, մեկ, որ չեն ուզում։ Նրանք հայտարարել են, եւ Նիկոլ Փաշինյանն անձամբ է հայտարարել, որ մոնիտորինգային խումբ պիտի ստեղծվի, որ հասկանան, թե ով ինչքան է խաղում, ինչպես է խաղադրույքներ իրականացնում, որպեսզի որոշակի սահմանափակումներ կիրառվեն։ Ուր են այդ խոստումները։ Ուր են նրանց կողմից իրականացված քայլերը։ Չկան։ Փոխարենը հետևողականորեն